Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Հայաքվե միավորման վարչության անդամ Հրայր Կամենդատյանը։ Պարոն Կամենդատյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Կամենդատյան, մի քանի օր է, մի քանի շաբաթ է իշխանությունը Նիկոլ Փաշինյանը մեղադրում է ընդդիմադիրներին, որ եթե իրենք օրինակ իշխանության չգան, ավելին իրենք սահմանադրական մեծամասնություն չլինեն, նշանակում է ով էլ գա այս ընդդիմադիրներից պատերազմ է լինելու։ Ժամ է ասում, օր է ասում եմ մենք գիտենք ժամով օրով, որ այդ ուժերի իշխանության գալը բերելու է պատերազմի։ Հիմա դուք որ գաք, ինչով եք նպաստելու այդ պատերազմի վերսկսվելուն, որտեղ մենք տեսանք, քանի պատերազմներ է եղել։ Ինչով եք նպաստելու, որ պատերազմ էլի լինի։ Եկեք հարցի սկզբում փորձենք մեր համար գոնե տեղորոշել ամենակարևոր հարցը։ Այդ անձնավորությունը, որը այդ իր հեռացող խմբակի պարագլուխն է, ու անպայման հեռանալու է հունիսի 8-ին, չէ՞։ Նա ինչ է ասում։ Նա ասում է, որ ընտրությունների ընթացքում եթե ինքը պարտություն կրեց, ապա բնականաբար հետագա ենթադրենք նորընտիր իշխանությունները հակված են լինելու պատերազմ սկսելու կամ կրելու են պատերազմ սկսելու իր ենթադրենք անեծքը։ Նա անեծքով է խոսում, ես անկեղծ ասեմ։ Հիմա Իսկ սպառնալիք չի, դա անեծք ավելի շատ։ Ավելի շատ անեծք է։ Հիմա հարցը գիտեք որն է։ Եթե ընդդիմադիր սեգմենտը իշխանությունը վերցնում է, դա գիտեք ոնց է, իշխանությունը միտեղ գցած չի փողոցում, որ գնաց ենթադրենք վերցնես։ Այդ ընտրությունը նշանակում է ժողովրդի կամ արտահայտություն։ Եթե ժողովուրդը որոշել է, որ դու այդ ընտրական գործընթացներից հետո դուրս է շպրտվելու պետական համակարգից, քո այդ օյնբազություններով, քո այդ պատերազմի սպառնալիքներով, չէ՞։ Դու ինչ ես ուզում անես։ Փաստացի դու ուզում ես հավերժական ուզուրպացիայի ենթարկես իշխանությունը։ Ինչ է ստացվում։ Չէ, պարզ բանաձև է առաջարկում, ասում է տեսեք։ Դա բանաձև չէ։ Տեսեք, չէ, դա չեմ ասում, պարոն Կամենդատյան, ասում է, ես հիմա բանակցել եմ, հասել եմ այս կետին, նորերը որ գան, վերաբանակցելու են, նշանակում է այս ամեն ինչի հետ համաձայն չեն, դա բերելու է հանգեցնելու է պատերազմի, ասում է հետո այն խոսույթը, որ հիմա ես լսում եմ ընդդիմադիրների կողմից, արցախցիների իրավունք, արցախցիների վերադարձ, Արցախի վերադարձ, դրանք բոլորը նպաստելու են պատերազմին։ Դա իր այդ չարության կացը հիշեցնող գլխի մեջի արգասիքն է ընդամենը։ Եթե մենք խոսում ենք քաղաքացու իրավունքների մասին, նույն ձև մենք կարող ենք Ադրբեջանում կան փոքրամասնություններ, թաթեր, թալիշներ, չէ՞, լեզգիններ, այդ մարդիկ էլ իրավունքներ ունեն։ Այսինքն եթե այդ մարդկանց իրավունքների մասին ինչ-որ մեկը խոսում է, որոնք դի պատրաստ լինի, մենք խոսում ենք մարդկանց իրավունքների մասին, մարդկանց վերադարձի, իրենց կացարանների վերադարձի իրավունքի մասին։ Եթե նույնիսկ այս իշխանությունները պնդում են, որ Ղարաբաղյան հարցը փակ է, չէ՞, դրանց այդ աղաղակները, դրանց ազգային ժողովում, այդ կլուխկոնձիները, այդ օյնբազությունները, վիրավորական փողոցային մակարդակի խոսակցությունները, որ տնեք մի կողմ, չէ՞։ Եթե այս քաղաքացիները նրանք ճանաչում են, որ Ղարաբաղյան շարժում չկա, այդ քաղաքացիները, ադրբեջանցի քաղաքացիներ են։ Եթե Ադրբեջանի քաղաքացիներ են, չէ՞, ինչու են նրանք զրկված իրենց գույքային իրավունքներից, ընտրական իրավունքներից, իրենց մշակութային իրավունքներից։ Այսա բազմաթիվ հարցեր կան, եւ այս բազմաթիվ հարցերը նույն Ադրբեջանում, ես վստահեցնում եմ, մարդիկ, ողջամիտ մարդիկ հակված կլեն այս հարցերը մեկ անգամ քննարկելու, ենթադրենք որոշակի ոսկե միջինով կարգավորելու, չէ՞, եւ խաղաղությունը հավերժ հաստատելու համար սա իր այդ ամբողջ այդ խմբակով հանդերձ պատերազմի հրձիքներ են։ Իրենք պատերազմի հրձիք են։ Այս խոսույթը ընդհանրապես չկար։ Ընդհանրապես չկար այս խոսույթը, ադրբեջանական կողմից չէինք լսում։ Ադրբեջանական կողմից վերջի գոնե 6 ամիսների ընթացքում մենք լսում ենք ինչ-որ միֆական արմենիան Ադրբեջան, այսպես տերմին է, չէ՞, Սահմանադրության փոփոխություն։ Այո, որին հայկական կողմը չհակադարձեց։ Եվ դա նաև հիմք հանդիսացավ, որ որոշակի այսպես կաշառքի մեջ թաթախված լրագրողներ կամ այդտեղ լրատվական կազմակերպություններ համաշխարհային կամ եվրոպական կամ արաբական, չէ՞, դա այս թեման ինչ-որ տանեն առաջ։
բայց Ադրբեջանի կողմից պատերազմը վերսկսելու ոչինչ չկա։ Այս մարդը Ադրբեջանի հրավիրում է Հայաստան։ Հրավիրում է Հայաստան, ընդ որում հետաքրքիր գիտեք որն է։ Կրելու պատասխանատվություն ռազմական, քաղաքական այդ հետևանքների համար, կրելու պատասխանատվություն երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու ծրագրերը իրականության մեջ կատարելու, գերակատարելու պլանային հնարավոր առաջադրանքն է, այս պարտավորությունները ունեցող անձը գոնե դրա մասին խոսա, չէ՞, եւ եթե նույնիսկ պատերազմի չմոտալուտ վտանգ կա, նա նույն իր ձեռագրով դուրս գա ու գոռասի, եթե նույնիսկ պարտվել ենք, մեզ պարտված չենք ճանաչելու, հուսադրող բան կատարել։ Սա ասում է աղետաբեր հետևանքներ ունենալու։ Աղետաբեր հետևանքները երբ կարող ունենալ ցանկացած ռազմական բախում, երբ հրամանատարությունը լինի դավաճան։ Այս ամբողջ խնդիրը։ Աղետաբեր պատերազմի հետևանքները, եթե կա խախտված բալանս կա ուժերի հավասարակշռություն, դրա մասին չեմ խոսում, բայց այդ խախտված հավասարակշռությունը, չէ՞, ով է մեղավոր։ Ինքն է մեղավոր։ Չինքն նախկիններն է մեղադրում, ասում է բաղուց էր խախտվել։ Այդ նախկիների հետ կապված թեզ եկեք, այս մի հատ ծալենք, էջը դնենք այն կողմ, 8 տարի է, 800 տարի։ Մենք ծալենք, բայց նա չի 800 տարի եթե ինքը ապրեր, ենթադրենք, 800 տարի խոսալու էլ ենթադրենք բանի, Բայարդի կամ ենթադրենք Ռոլանդի մասին, ենթադրենք մավրերի իսպանացիների ճակնարու մարդի։ Նախքին ինչ կապ ունի 8 տարի, այս ամբողջ ղեկավարությունը ուզուրպացիայի այն կարգի մի կծիկ են դարձրել, ամենուր իրենք են, ամենուր այն օրը ընդհանուր օրեր առաջ, թե 3, ինչ որ սամտական դատարան դատավոր են տրում, որը որ պետք է քաղաքականապես չեզոքների, չէ՞։ Իրենց մի օր մանդատը վայր դրեց, իրենց այդ խմբակի այդ դրանց մանդատը պարտության մանդատն է։ Դրանցից յուրաքանչյուր եթե մանդատի մասին խոսում է, դա նոյեմբերի 9-ի մանդատն է։ Չէ, ես նկատի ունեի մի օր քաղաքացիական պայմանագրի խմբակցության պատգամավորի մանդատը վայր դրեց, մեկ օր դրեց կուսակցության մանդատը, հաջորդ օրը համադրական դատարանի անդամ ընտրվեց։ Դա խայտարակություն է։ Դա խայտարակություն է։ Դա ուզուրպացիայի ասիական էլ չասեմ, սա մի գիշատիչ, ընդհանրենք հոգեբանական բարդություններ ունեցող մարդու բաներ է, կոմպլեքս է, մի կառուցվածք է ստեղծ, այն չեն շակում։ Մեկ օր առաջ այդ մարդը չեզոք չէր, մեկ օր հետո չեզոք եղավ։ Դե առաջի դեպքը չի, բան կոմենտացիան Գիտեմ, առաջի դեպքը չի։ Հիմա վերադառնանք այդ հնարավոր պատերազմի աղետաբեր հետևանքն է։ Դու որտեղից գիտես, որ մենք պարտվելու ենք։ Աղետը նշանակում է պարտություն։ Դու որտեղից գիտես, որ մենք պարտվելու ենք։ Եթե դու գիտես, որ մենք պարտվելու ենք, չէ՞, ինչու 8 տարվա ընթացքում կարելի ասել ոչինչ չես արել։ Մենք 2026 թվականին ուշադիր պաշտպանության ծախսերը 100 միլիարդ դրամով, այսպես ասած, կրճատել են։ Կներեք, բայց երեք Պաշտպանության նախարարը ազգային ժողովում ասում էր նախորդ 20 տարվա համեմատ միայն իր պաշտոնավարման ընթացքում 5.5, եթե չեմ սխալվում, կամ 5.4 միլիարդ դրամի բյուջեի ավելացում է եղել, այսինքն ավելի շատ ծախս է իրականացվել, ընդ որում միայն ասում էր սպառազինության վրա։ Դուք հավատում եք դրան։ Ես փաստերն եմ ընդամենը վկայակոչում։ Ես դրան չեմ հավատում, գիտեք ինչի։ Գիտեք ինչ, հիմա մի կոնկրետ բան ասեմ։ 2 օր առաջ այդ իրենց գլխավոր ուզուրպատորը, չէ՞, որոնց հավերժ իշխի, հավերժ հիշում եք, Սերժ Սարգսյան անունով մի նախկին ղեկավար ունենք։ Սերժ Սարգսյանը պարտություն կրեց ոչ թե նամա, որ այս նոր կոչեցյալները իբր թե այս թավշե հեղափոխականները, այս նոր օրյա Չէ Գևարաները, չէ, ինչ որ իրենց ես մի չէ ներկա։ Սերժ Սարգսյանը պարտվեց նրա համար, որովհետև Սերժ Սարգսյանը որոշել էր իր տված խոստումը դրժել եւ 3-րդ անգամ Հայաստանի կառավարման ղեկը պահել իր ձեռքում։ Հիմա այս ուզուրպատորը, այս ներկայիս ուզուրպատորը մոռացել է դրա մասին, բայց մեր ժողովուրդը չի մոռանում։ Մեր ժողովուրդը գիտի, որ ուզուրպացիան դա վատտեղ է տանում։ Յուրաքանչյուր, նույն պատմական էքսկուրսիա թե կատարենք, չէ, յուրաքանչյուր բավական ընդրում իրեն նման Մուսոլինի, ենթանենք Հիտլեր, այդ կարգի մասաները, չէ, դրանք բոլորը սկսել են ուզուրպացիայից։ Դրանք բոլորը սկսել ուզուրպացիայից, նույն Մուսոլինին, էլի լրագրող, էլի ճղճղան,
էլի ինչ որ դες ընտանեկան հասկանալի վիճակներում, էլի ընդհանրենք իրեն համատում էր ընդհանրենք արիգակի հետ։ Իտալական ժողովուրդը արիգակներ ինքը։ Այդ նույն Մուսոլինին, երբ որ 2, 3, 4, 5, 6, 7 անգամ սկսեց ինքը իրան հռչակել, էլ դիկտատոր, էլ Իտալիայի թագավոր, էլ Աբիսինիայի, Եթովպիան գնաց գրավեց, որ ընդհանրապես պետք չէր։ Որ ասի, որ Իտալիայի եւ Աբիսինիայի ընդհանրենք տիրակալ են։ Լավ, թողենք այդ պատմությունը մի կողմ։ Հիմա այս ուզուրպատորին մի խորհուրդ եմ տալ, եթե պաշտպանության նախարարության ղեկավար ունեք, որը բանակում ոչ թե չի ծառայել, այլ դանակահարել է, կարգապահական այդ նորմերը բանակի խախտել է, դանակահարել է իսպային, չէ՞։ Այս մարդուց մենք կարող ենք ընդհանրենք պահանջել, որ նա ռազմական ընդհանրենք հաջողություններ գրանցի, ընդհանրենք վիճակագրությունը Հայաստանում մատուցում է հիմարների համար։ Վիճակագրությունը, որովհետև դու կարող ես տանկ բերել, հրթիռ բերել, բայց եթե դրա օգտագործման, ընդհանրենք, դրա ուշադիր լսեք, եթե դրա օգտագործման իրական հրամանը չկա եւ միշտ կա նահանջի հրաման, եւ միշտ կա հանձնելու հրաման, եւ միշտ կա Ռուսաստան, Մոնղոլիա, то есեմ Մոզամբիկ, այդպես մեղադրելու, այսպես մեղք իրենց վրայից գցելու հնարավորություն ու ճարտասանություն, ինչի մասն է խոսքը, աղետաբերել կլինի պատերազմը, մի բան էլ ավել։ Հիմա այդ անձնավորությունը, որ պաշտպանության նախարարը իբր թե աշխատում, չէ, այն օրը մետրոյի ինչ գործ ուներ։ Դե ասում է շաբաթ-կիրակի իրենց ժամանակն է, կարող են օգտագործել։ Այնց դա է խնդիրը, որ շաբաթել, կիրակել, ինքը տուն չպիտի գնա։ Ինքը պիտի զորամասերում անցկացնի։ Հասկանում եք, պետք է զորամասերում ասել, բայց դա նախ պետք է սպա լինի ինքը։ Ինչ է քաղաքացիական պաշտոն, հայեցակարգային պաշտոն։ Դա սպա պիտի լինի։ Իսկ սպայի հետ կապված ես մի բան ասեմ, ուրեմն երկրորդ համաշխարհային ավարտին ռուսական կողմի մոտ կար գերմանական մոտապես 457 գեներալ։ Եվ մի 7 հոգի մարշալներ Պաուլուսի հետ միասին։ Դրանց կեսը ռուսական գերության մեջ ինքնասպանություն է գործել։ Չեն ասել շաբաթ-կիրակի մետրոյում պիտի վազենք, աղմկենք, կռիվ հրահրենք, երեխեքի վրա գորգորանք, մատ թափ տանք։ Դրանց է սպա։ Լավ, պարոն Կամենդատյան, դուք եք իմ իշխանությունը, այս իրավիճակն է, ամեն ինչ վերաբանակցելու եք, ինչ եք անելու։ Վերաբանակցումը սկսվելու է առաջին հերթին մեր հաշվեգրումից։ Մենք ինչ ունենք։ Գույքագրում։ Գույքագրում, հաշվեգրում, մենք պետք է առաջին հերթին հասկանանք։ Փոքր երկիր լինելով հանդերձ, մենք ունենք հնարավորություն հզոր դաշնակից ունենալու։ Հզոր, ընդամենը 3, այդ ձեր հիշատակած ազատությունը աղաղակում էր, բա Ռուսաստանի դաշնությունը մեզ տանում է սպանդանոց։ Այդ որտեղից որոշեցիր, այդ սպանդանոցս որն է, այսինքն մենք մի հոտի ենք վերածվել, հա, դուք նրա ասածների ենթատեքստը որ նայում ենք, մենք հոտ ենք։ Դե ասում եմ միշտ մեզ զոհել են կայսրական այդ պետության քաղաքականության խնդիրը հետևյալն է, պատճառով։ Նա պետության, պատմության մասին ընդհանրապես գաղափարներ չունի։ Նա գաղափար չունի։ Ինչ են շակում ձեզ։ Ես ձեզ մի բան ասեմ։ Երեկ կարդում եմ իր ջատագովներից մեկը, մի սրիկա։ Բարի բուն ասում սրիկա։ Գիտեք ինչ էր ասում, այդ բանի Արցախից եկած կանոջ եւ երեխայի մասին այլանդակություններ էր։ Պարզապես արտաթորում բերանով, չէ։ Գիտեք ինչ էր ասում։ Ասում է Օսմանների մոտ, Թուրքիայի մոտ հայ ժողովուրդը ավելի լավ է ապրել, քան թե պարսիկների մոտ։ Դուք հասկանում եք սրանց կապերը ստեղծած, այդ ենթագիտակցական, այդ ցանցային կապերը հասկանում եք, այսինքն ինչ է ստացվում։ Ստացվում որ մենք այդ դրա ջատագովների, աջակիցների, այդ սրիկաններ, դրանք սրիկաններ են։ Այդ սրիկաները տարածում են, որ Թուրքիայի հետ մենք լավ ենք եղել։ Ես ընդհանրապես ցանկանում եմ, որ այդ տիպերը, ընդհանրապես մի հրաշք լիներ, պատմության մեքենայով
հայտնվում էին ընդհանրենք Օսմանների, Սելջուկների տիրապետության տակ եւ անընդհատ ենթարկվեին զանազան էկզեկուցիաների։ Զիմի անունով այդ կարգապահական մի ամբողջ ենթաուրիստրական նորմատիվային ասեմ ակտ եղել, այդ միջնադարյան հայ մարդը ոչինչ չունեցե, ոչխարը ավելի շատ արժեք է ունեցել, քան թե հայ մարդը։ Արգել են զանգերը խփեն, արգել են ձի նստեն, արգել են զենք ունենան, արգել են Դե հիմա ունենք իրանց պատկերացման արդեն անկախ պետություն, մենք ինքնուրույն պետք է որոշենք մեր անելիքը, պետք չի մեզ երաշխավորներ, պետք չի Ռուսաստանը կամ մեկ այլ երկիր ինչ-որ բան ասի, մենք մեր հարցերը կկարգավորենք եւ ասում է 21 թվականին գիտակցված զոհողության են գրացել, որ ունենանք այս ամենը ինչ հիմա ունենք։ Գիտակցված զոհողությունը ո՞րն էր։ Գիտակցված զոհողությունը նա էր, չէ, որ մարդկանց կանչում էր, գիտե որ ռազմաճակատում արդեն պարտությունը արձանագրված է, չէ, մարդկանց ասում էր տնից բրոնեժիլետ, զրահապատ ժիլետ գտեք, կասկա գտեք, եկեք 30 հոգով, բանակը վերացնում էր 30 հոգով եկեք, միա ձեր մեջ ղեկավար ընտրեք, բանակը վերանում է։ Ձեր մեջից մեկի ղեկավար ընտրեք, չէ, ու մոտիկացեք զինկոմիսարիատ, զենքը ստացեք, գնացեք մարտնտաշ, որտեղ դուք կռվելու ոչ թե հնարավորություն չունեք, դուք մատաղ եք լինելու։ Բառի բուն իմաստը, որտեղ ամբողջ անօթաչուների պարսերը Ղարաբաղի վրա պտտում են հայկական զինուժներ, այդ 30 հոգանոց խմբերը, չէ, գնում էին մարդատար ավտոբուսներով։ Լավ, ունենք այն իրավիճակը, ինչ ունենք եւ հիմա պետք է ապագային նայենք։ Հիմա ապագային նայենք, ապագայի հետ կապված առաջինը դաշնակցային հարաբերություններ։ Ընդդեմ դաշնակիցներին պետք չէ փնտրել հեռուներում։ Հեռու դաշնակիցը չի գալու օգնի։ Մի օրինակ եմ ուզում բերեմ։ Հենց հիմա Իրանը ռմբակոծում է, չէ, Պարսից ծոցի երկրները։ Իմ ամեկ ամերիկացիները որից բան են ձեռնարկում իրենց դաշնակիցներին օգնելու։ Ոչինչ։ Բացարձակապես ոչինչ։ Նրանց համար միևնույն է դա։ Իրենք եկան, 2 ամիս կկրակեն, կգնան նորից։ Նրանք ոչինչ չեն ձեռնարկելու, չեն պաշտպանելու երկրը։ Հիմա Հայաստանի հետ կապված մենք պետք է ունենանք մերձավոր դաշնակիցներ։ Մերձավոր դաշնակիցների գոնե առերևույթական այսպես հնարավորության դիտարկումը հետևյալն է։ Արմենիան աշխարհում Ֆրանսիան, հյուսիսում Ռուսաստանը, հարավում Պարսկստանը, Իրանը։ Այս դաշնակիցների հետ մենք այսօր, չէ, ունենք ոչ թե խնդիրներ ունենք։ Մենք պարզապես չկա դաշնակցել ոչ մի բան։ Ցանկություններ չկա կառուցելու։ Ինչու այսօր ասում էր ոչ թե Պուտինը պիտի խնդրի, որ ես իր հետ հանդիպեմ, այլ ես եմ միշտապես խնդրել, որ իր հետ հանդիպեմ։ Դրանց ավել ինչ լավ հարաբերություն։ Խաբեբայություն են թամնե կատարում։ Բացեք ռուսական պարբերականները բացեք, կարդացեք, Կրեմլի մոտ ընդհատեք, վերլուծաբանների գրածները կարդացեք, լեյ հակառակ պատկերն է։ Նա ընդհանրապես այդ հնարավորությունը դաշնակից ձեռքբերելու մերժում է, գիտեք ինչի համար, որ աղետաբեր պատերազմների հնարավորությունը լինի իրական։ Այս այդ մարդու ուզածը։ Եթե մենք համեմատության եզր տանենք, շատ հարցեր կան, բայց առաջինը մենք պետք է հեմենք մեր վրա, մեր ուժի վրա։ Ես Տաուշից եմ իմ ծնունդով եւ սահմանամերձ շրջանում եմ։ Տուն ունեմ, իմ հայրական տունն է, չէ, 500-ից 600 մետր է ադրբեջանական պոստից մինչև մեր տուն։ Որ գյուղում է։ Բանում, ներքին Կարմիր աղբյուր գյուղում։ Բանի, Տաուշի, Շամշադինի, Բերդի տարածաշրջանը։ Ըստ իշխանության դուք ամենաապահով անվտանգ իրավիճակում եք այս պահին։ Ինչ իմաստով։ Որ սահմանազատում տեղի է ունեցել Տավուշ հետ հատվածում։ Մեր մոտ դեռ սահմանազատում չի եղել, դեռ չեն հասել։ Այսինքն ձեր հատվածը։ Դա էլ մի հարց է, կոնկրետ այս հիմա խնդիրը գիտեք որն է։ Յուրաքանչյուր գյուղ պետք է լինի ամրոց։ Յուրաքանչյուր գյուղ պետք է լինի ամրոց։ Այդ յուրաքանչյուր գյուղը գրավելու համար հնարավոր կորուստները այնքան մեծ պետք է լինեն թշնամու համար, որ մտքներով չանցնի մոտիկանան։ Օրինակ եմ բերում, նորից Գերմանիա եւ Ֆրանսիա հակամարտության։ Մաժինոյի գիծ են կառուցել ֆրանսիացիները 14 թվականին եւ հետագայում դա ավելի հարստացեցին, երկարացեցին մինչև 39-40 թվականը։ Մաժինոյի գիծը գերմանացիները ընդհանրապես
մոտիկ էլ չեկան որ հաղթահարեն։ Պարզապես Հոլանդիայով անցան, Հոլանդիան գրավեցին, այդպես Մաժինոյի գիծը շրջանցել։ Մեր յուրաքանչյուր գյուղ, յուրաքանչյուր ավան, յուրաքանչյուր քաղաք, այդ չեմ ասում է դենք դրանց մեջ այդ բուֆերային տարածքները պետք է ամրոցներ լինեն։ Եվ հիմա անդրադառնանք ամենակարևոր հարցին՝ ընտրություններին։ Իշխանությունը ամբողջ արսենալով նետվել է ընտրապայքարի մեջ, քարոզարշավը շատ վաղուց է սկսել, թոշակներն է բարձրացրել, առողջապահության ապահովագրությունն է ստեղծել, ելի ծրագրեր են անում տարբեր տեսակ ու այս ամեն ինչի հետ ունենք ընդդիմադիր դաշտ, որը իշխանական լծակներ չունի եւ ըստ օրենքի նաեւ բարեգործական որոշակի բաներ չի կարող անել։ Քրեորեն բաժին։ Այո։ Այս իրավիճակում հիմա դուք ո՞նց եք պատկերացնում ընդդիմության հաղթանակը։ Խոսքի սկզբում ասացիք, որ իշխանության չի լինելու Փաշինյանը։ Ինչպես չի լինելու։ Ասեմ ձեզ, ինչ որ այս վերջի 1 ամսվա ընթացքում այս հերացող խմբակը կատարում է, դա պարզապես փրփուրներից կախվելու ինչ որ մի իմիտացիա է։ Գործողություն, իմիտացիա։ Գալիս են մարդկանց քաջ քշումը փողոցներում, եղբայր, արի այս բանը կպցնեմ իմ կոստյումի, արի քույրի կպցնեմ, թաթի կպցնեմ, ես անեմ։ Ցույց է տալիս, որ ինքը հանրային մարդ է, բոլորը այդ լավ շփվում են։ Հանրային մարդը ախր այդ ձև չի։ Մենք հանրային մարդկանց կերպարը փալյուն ճանաչում ենք եւ հանրային մարդկանց մասին մեր պատկերացումը կազմում ենք։ Այդ թանթի, այդ ցինիզմով լի, այդ իրան ուղեկցող ենթադրենք բաների, ղզլ բաշների, այն սարսափազդու դեմքերով, ով հակադրվում է դրան, չէ՞ մի 30-40 հոգի հայտնվում են, այնօրը մի գյուղերից մեկում գիտեք ինչ, ինչ-որ մի տես տիպ էր հայտնվել, այս տիպը որոշել էր, որ մարդիկ երբ որ խոսում են, ինքը եկել էր մեջքով արգելը պատնեշ է ստեղծել։ Մեջքով դուք պատկերացնում եք մարդը ինքան ղզլ բաշներ դրանք պարսիկ էս վերակացու զինվորներ են, որ մտրակահարում են, էլի, շատերին շուկաներում։ Այս եկել իր մեջքով, բանը արգելը պատնեշ է ստեղծում։ Ստեղծում է զրույցի հնարավորությունը, այսինքն խելացի զրույցի, այսինքն տրամաբանված խոսքը, սրանք որոշում են բութ համառությամբ ինչ որ կասեցնել։ Հիմա ընտրակաշարքներին անցնենք։ 8 ամիս շարունակ Հայաքվե միավորումը ազգային, որի սոցիալ-տնտեսական հանձնաժողով ես եմ բարեբախտաբար ղեկավարում, չէ՞։ 8 ամիս շարունակ պնդում ենք, որ թոշակները պետք է բարձրացնեն 50%-ով առնվազն եւ կատարեն ինդեքսավորում տարեկան։ 8 ամիս շարունակ այսպես ամբողջ խողովակներով մերժում են, փող չկա, փողը որովհետեւ ճանապարհի մեջ է, փողը բժշկության մեջ է, փողը բանակի մեջ է, փողը եսեմ ինչա, փողը եսեմ ինչա, եսեմ ինչա, եսեմ ինչա, իրան ձեւ ասեմ։ Նորից կրկնեմ, փողը ստեղա, փողը ստեղա, փողը ստեղա, փողը ստեղա, նորից։ Փողը ստեղա, փողը ստեղա, այդ իր ձևն է, էլի։ Անդադ խոսում են, այդ մի տիպ էլ կա։ Մեկը կա, էլի։ Նստել ավտոմեքենայի մեջ, ասում է, կոմենդացիան հրայրը, բանա, հիբրիդային հարձակում է իրականացնում։ Ում մասին է խոսքը։ Սոցիալական եւ աշխատանքի հարցը։ Արսեն Թորոսյանը։ Այդ անձնավորությունը։ Նստել է մեքենայի մեջ, big border-ը տեսել, որտեղ իմ եւ Ավտիկ Չալաբյանի նկարները կա, եւ մեր այդ առաջարկը, դա քաղաքական չէ, դա սոցիալական առաջարկ է դեռևս։ Ասում եմ Մոլդովա 2-ի բաներն են, դերակատարներն են։ Դա սրանց ինչ ասեմ։ Հիմա այդ նույն մարդը թոշակները բարձրացնելու իրենց որոշումից առաջ 12-14 ժամ առաջ ստուդիայում լրատվական մի նստած պնդում էր, ասում էր ընդհանրապես հնարավորություն չկա։ 2 օր հետո համնորոշ խորհրդատուները, որոնք կարծում եմ հայերել չեն, խորհրդատուները ասին, չէ, թոշակները բարձրացեք, թեկուզ 10,000 դրամով բարձրացեք։ Նկատել եք սրանց առաջնորդին չան գյուղերում, այդ քաղաքներում։ 2 հարց է տալի։ Թոշակը բարձրացել է, ընդրում արդեն երեխաներին է հարց տալի։ Թոշակը բարձրացել է, թոշակը բարձրացել, եղբայր 10,000 դրամ ստացա, 10,000 դրամ ստացա։ Մեկ էլ մյուս հարցը, գնացիր օպերացիա անեցիր, գնացիր հիվանդություն ապակցություն։ Այն օրը մի կին պնդում էր, որ 1,800,000-ի լեղապարկ են իրան հեռացել։ Մեր մոտ կասկած է առաջացել, որ այդ կինը 7-8 հատ լեղապարկ ունի։ Մի հատ անձնավորություն, մի ծերուն է։ Եկել է իր աջակիցներից, խափեփաներից են։ Խափեփան են, ասում է
Երկու ամսվա ընթացքում բան արեցինք, ճողվածքս օպերացիա արեցինք, ուշադիր, շատ ծանր օպերացիաներ են, ճողվածքը օպերացիա արեցինք, ոտքերս օպերացիա արեցին, ձեռքերս օպերացիա արեցին, բանս, երկու ասիստենտ տեղադրեցին, հիմա քայլելով եկել է հանդիպման։ Հասուն, այս մարդը, այս երկու ամսվա ընթացքում, այս խաբեբան, ախր ցինիկությունը սահման ունի։ Այս ասելուց հետո իրանք ծափ են տալի, այսինքն ծափ են տալի, դուք գազանանուց չես դե, ում եք խաբում։ Այս մարդը պնդում է, որ ինքը հետ վերականգնողական, փաստացի, առողջապահական միջոցառումներ իր համար չեն։ Բեթմենն է, էլի։ Երկու ամսվա ընթացքում 7-8 հատ օպերացիա։ Ոնց որ մի հարահուսի վրա դրած, չէ՞։ Այս մարդը գալիս է, այստեղ սա են փոխում, այնտեղ սա են փոխում, այնտեղ սա են փոխում, այնտեղ սա են փոխում, որ գա այդ իրենց միտինգներին, դա ծաղր ու ծանակային այդ միտինգներին, չէ՞, գա ասի 7-8 հատ օպերացիա են արել։ Ահա Բայց հիմա ինչ է դա, նախընտրական կաշառք ձեր կարծիքով։ Միանշանակ դա կաշառք էլ չէ, դա ցինիզմ է, էլի պարզապես։ 8 տարի ինչ էիք անում։ Այս մարդն ստեղը չգիտեիք, 8 տարի։ Լավ չգիտեիք 8 տարի, ամնեզիայի մեջ էիք, քաղաքական, ասենց ասեմ։ Բա հայակվեն, որ ձեզ ասում էր, թոշակները պիտի բարձրացնեն, ասում են, ինչ եք խոսում, փող չկա։ Դե ձեր ասածը արել են ուղղակի վերջի Այս մեր ասածը, բայց խնդիրը հետևյալն է, մենք դա որ արել ենք, մենք սոցիալական բարեկեցության մասին մտածելով ենք արել, եւ մեր ասածի տակ եղել է հստակ տրամաբանված ֆինանսատնտեսական հաշվարկ։ Մենք սրանք մտածում են միշտ գործ են ունենալու անգրագետ ինչ որ ընդհանենք տարատեսակ են նախկին, ես դրանց հարուղների բաների հետ։ Ես ֆինանսիստ եմ, բյուջեի աշխատանքների լավ ծանոթ եմ, չէ, տնտեսագետ եմ, Ավետիք Չալաբյանը իր հերթին, այն մնացած մեր սոցիալ-տնտես հետազոտություններ կատարենք, հետազոտությունները ցույց ենք տալի, ասում է, չէ, փող չկա, փողը ոնց գտնվեց։ Հիմա հաջորդ ես ասում, շատ կարևոր հանգույց է, մարդիկ սրանց ամեն ինչին չեն հավատում։ Կարծում եք, այսինքն չեն ընտրելու դրա համար։ Չեն ընտրելու, հենց մենակ դրա համար չեն ընտրելու։ Այս վերջինիս մի թոշակառու հանդիպել էր, ու ասում է, հենց չենք ընտրելու դրա համար, որովհետև երկու կոմպոնենտ կա։ Առաջինը 8 տարի բազում պատկած 10,000-ով, բազում պատկած 12 ամսով, չէ, 96 անգամ 10,000, ամեն մարդ մոտավորապես 1 միլիոն դրամի այս մարդկանց գալ ասել փողը չեն տվել։ Ճիշտ է։ Ասում եմ, մեր փողը չեն տվել, պարոն Կամենդացյան, եւ երկրորդը, այս մարդիկ միշտ խաբել են մեզ։ Այստեղ կա բարոյական եւ կա ֆինանսական կողմերը։ Ժողովուրդը հստակ գիտի, այս երեք գիտեք, չէ՞, ինչ են որոշել։ Այդ նման ցինիկություն ախր չափ կա սահման կա այդ ամենին։ Բա անկողնային հիվանդներին 120 հատ պամպերս պետք է անվճար տրվի։ Ուզում եք անեք, շատ լավ։ Բայց մենք հարցնամ, այս խմբակի այդ օդիոզ ներկայացուցիչներին դեղերը Հայաստանի Հանրապետություն, Վրաստանի հետ համատած 2.5-ից 3 անգամ թանկ են։ Այս մաֆիայի դեմը խի չեք առնում։ Կոնկրետ մաֆիա։ Կոնկրետ մաֆիա, Ալավերդեն վերջի գյուղը Շամլուղի ընդհանրենք։ Շամլուղի հայ բնակիչը ոտքո կար անցնի, մտնի Սադախլու, առաջին դեղատնից քաղցկեղի դեղերը գնի 3 անգամ էժան։ Եթե Հայաստանում այդ դեղը 400,000 արժի, Վրաստանի առաջի դեղատնում դա ծախում է 100,000 դրամով։ Մի խոսքով կարծում եք, որ այս իրավիճակը ձեզ տալիս է հիմք ենթադրելու, որ Փաշինյանը չի ընտրվելու։ Փաշինյանի հետ կապված խնդիրը գիտեք որն է։ Նա բնականաբար չի ընտրվելու։ Բնականաբար չի ընտրվելու։ Այստեղ խնդիրներ շատ կան։ Եվ ժամանակը չերիքի որ։ Հա, ամփոփեք դրա համար եմ։ Հա, բայց խնդիրը վերջնականը կարծում եք։ Խնդիրը հետևյալն է։ Նա առաջադեմ մարդ չէ։ Նա տնտեսության մեջ պրոգրես չի բերելու։ Եղան արտաքին գործոններ, որոշ բարենպաստ ուկրաինական-ռուսական բախումից սկսած, նաև որոշակի արդեն Իրանի եւ Ամերիկայի, չէ։ Այս մարդը ոչինչ չունի այս գալմաղալներից բացի։ Նա ոչինչ չունի, հասկանում եք, տնտեսությունը համաշխարհային այն կարգի է փոխվել,
որ այս մեր էքստենսիվ տնտեսությունները, եթե նոր տեխնոլոգիաներ մեզ չտան, չէ, եթե մեր մոտ գիտությունը չզարգանա, եթե մեր մոտ ուսումը օրինակ, բարձրագույն ուսումը գոհական անվճար չլինի, մենք մնալու ենք այս նեղ մեր փոքր այդ կասայի մեջ, այդ փոքր նեղ կասան է, որը որ պտույտի եւ նոր օթի պահանջազգում թթվասին ինքը ճահիճ է դառնալու։ Վերջի գոնե 2-3 տարին Հայաստանի Հանրապետության տնտեսությունը այդ թվեր ինչ որ ասում են վիճակական ծառայության, այդ վիճակական ծառայության ամբողջ անձնակազմը իշխանությունից հետո պետք է քննության ենթարկվի։ Գիտեք ինչի համար։ Որովհետև այս մարդիկ կոպեկների համար խաբել է մի ամբողջ ժողովուրդ։ Շնորհակալ եմ։ Համեցեք։